Բարի օր, 13 փետրվար, ես անկեղծ ասած, ես չգիտեմ ներողություն չեմ խնդրում, ամեն ինչու ներողություն չեմ խնդրում, այդ Վալենտին թող նշեն ինչ ուզում են անեն, մենք է Սուրբ Սարգիս ունենք մարդկություն, ով ուզում է թող նշի, թող ուրախանան, գոնե թեկուզ լինի ոչ մերը, բայց գոնե մի օր գոնե սիրեն մարդիկ իրար, սիրեն այդ սրտիկներն անեն, ծաղիկներ նվիրեն, քաղցր նվիրեն, այդպես օրն անցկացնեն։ Բարության սիրո օրը, հիմա մերը չի այդպես է։ 25 օրիկան է լուսին այսօր, գտնվում այդ ձեր ջուրում, ծայրահեղության օր է, կամ։ Այսօր միջև անգամ եթե մարդիկ վիրահատված են լինում, վերքերը չի կպել, կկպնի։ Խորհրդանիշներ դոդոշն է, օծն է, բայց ստեղ օծը իմաստուն է համարվում, բայց ստեղ ոչ թե բարության, այլ չարության է համարվում նաև, որը տալիս է մարդկության հանդեպ չարություն, չմոռանանք, որ գայթակղեց, խարդախություն, զրպարտություն, մեղադրանքներ, իրենց շահի համար, դուք էլ աշխատեք զգոնեղեք, որպեսզի խաբեության մեջ չընկնեք։ Ամենից կրիտիկական օրերից մեկն է, բայց ոչ 19-ին սատանայական լուսնային օրվա որ կար։ Վեճերի աշխատեք չբռնվել, ամբողջներ չանեք, դրանք ցույցերն ու միտինգներն են, աշխատեք չավակվեք իրար վրա դեպի կրկնում են անիմաստ, ուզում եք կարեք, դուք գիտեք, բայց անիմաստ է։ Ես որտեղի ձեր նյարդերի վրա է ազդել է։ Գործի նման մարդիկ այսօր կրկռալու են, օծի նման էլ ֆշալու են իրար վրա, որ միշտ անում են։ Որից ավելորդ էներգիա է դուրս գալու, ամեն անգամ հարց տվեք, ինչի համար, իմաստը ինչ է դրա։ Թե չէ կընկնեք ճահիճի մեջ, եղեք ավելի մտածված, զբաղվեք ձեր գործերով, սնունդին ուշադիր եղեք, կերակուրները աշխատեք այդքան գրգռիչ կերակուրներ չլինի, ալկոհոլ չլինի։ Շփվեք միայն ռեալ, դրական ստեղծագործող մարդկանց հետ, որտեղ տեսնում եք ժպիտ, հումոր, բողոքականություն չլինի, իրերի հանդեպ ուշադիր եղեք, գողություն չլինի, հնարավոր է կորուստներ լինի, ուշադիր եղեք տանից դուրս գալուց, եթե ձեր առջև դույլով կամ ինչ-որ պայուսակով մեկը գալիս է, դա հաջողություն է բերում։ 26 օրիկան այսօր երազի համար, այսօրվա երազները, եսի ներքին, եսի հայլին, ամեն մարդ իր ներքինը կբացահայտի ու կիմանայինք ինչպիսին է, ժամանակը սպառվում է, ես այսօր ուզում եմ սուրբ շարբելով աղոտ քանել տիրոջ զորությունը, որ հաշմանդամներին, անդամալույցերին և մաքուր բերան ունեցողներին սուրբ շարբելը իր հրաշագործությունը ցուցաբերի, որպեսզի բժշկեն ու